վահանաձև գեղձի հանգույցների նվազագույն ինվազիվ թերապիա, այսպիսի մի հապավում կա minimal invasive therapy հանգույցների բուժման հետ կապված, արագ ներկայացնեմ, մեծամասամբ հանգույցները հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտությամբ և բավական լայն տարածում կա բնակչության մեջ, մոտավորապես 60% բնակչության մեջ հայտնաբերվում է վահանաձև գեղձում հանգույցներ, իհարկե նրանցից 95-ից 95%-ը դրանք բարորակ բնույթի են և մեծամասամբ անախտանիշ, սիմպտոմատիկ մեծացող հանգույցները, գերֆունկցիոնալ հանգույցները կարող են ունենալ բուժման կարիք։ Հետզհետե աճում է նվազագույն ինվազիվ բուժման անհրաժեշտությունը, որոնք իրականացվում են ամբուլատոր կարգով։ Ախտանիշ առաջացնող հանգույցները անհրաժեշտ է բուժել։ Թե ինչպես բուժել, մենք կհասկանանք հաջորդիվ, ավանդական վիրահատությունը արդյունավետ է, բայց հաճախ չափազանց է, բարորակ հիվանդության դեպքում նվազագույն ինվազիվ ջերմային աբլյացիան ապահովում է անվտանգ, արդյունավետ և սպիներից զերծ այլընտրանք։ Ավանդական վիրաբուժական մոտեցումը բոլորիս շատ հայտնի է, ինչը իրենից ներկայացնում կամ հեմիթիրոիդեկտոմիայով հեռացնել հանգույցը, հետևաբար վահանաձև գեղձի կեսը կամ ամբողջական լրիվ թիրոիդեկտոմիայով, եթե դա հնարավոր չէ հեմիթիրոիդեկտոմիայով, ինչ առավելություններ ունի, միանգամից վերջնական հեռացնում ենք հանգույցը և ունենում ենք հյուսվածաբանական քննություն, որը մեզ հստակ ասում է, թե ինչ բնույթի է այդ հանգույցը, եթե մինչև այդ որոշակի թերի հետազոտական արդյունքներ ենք ունեցել, ինչ սահմանափակումներ ունենք, նյարդի վնասման, ռեկուրենս նյարդի վնասման ռիսկ մի քիչ ավելի բարձր, քան օրինակ մինիմալ ինվազիվ բուժումների ժամանակ, մոտավորապես գրականության տվյալներով 2-ից 5%, իհարկե օպերատոր կախյալ միջամտություն է, հետվիրահատական հիպոթիրեոզ, վահանաձև գեղձի հեռացումից կամ կեսի հեռացման արդյունքում հիպոկալցեմիա, տեսանելի սպի, հոսպիտալացում, մոտավորապես միջինը 3-ից 5 օր և ավելի երկարատև վերականգնողական շրջան, քան նվազագույն ինվազիվ բուժումների հետևանքով։ Նվազագույն ինվազիվ բուժման ինչ տարբերակներ գոյություն ունեն, դա ինչպես նշեցի ջերմային աբլյացիան է, իր տարատեսակներով ռադիոհաճախական աբլյացիա, միկրոալիքային աբլյացիա, լազերային աբլյացիա, սրանք ամենատարածված ձևերն են ջերմային աբլյացիայով բուժման վահանաձև գեղձի հանգույցների և էթանոլային աբլյացիան, որը ոչ ջերմային աբլյացիա, այլ քիմիական աբլյացիայի տարբերակն է, որոնք հիմնական կասենք կիստոզ հանգույցների համար է կիրառվում որպես ոսկե ստանդարտ։ Հիմնական առավելությունները դա տեղային անզգայացում, ամբուլատոր միջամտություն է, սպի բացակայություն և արագ վերականգնում, գրեթե վերականգնողական փուլ չկա։ Այս սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում է ջերմային աբլյացիան, իհարկե դրանք ունեն իրենց տարբեր տարատեսակները, ռադիոհաճախական աբլյացիան, միկրոալիքային աբլյացիան, լազերային աբլյացիան, որոնք ջերմությունը գեներացնում են հյուսվածքի ներսում, այսինքն տաքացնելով այդ հյուսվածքը իրականում է կոագուլյացիոն նեկրոզ, ինչի հետևանքով հանգույցը հետագայում մակրոֆագերի հաշվին ոչնչացված հանգույցը փոքրանում է և էթանոլը։ Հիմա որ հանգույցները կարելի է բուժել աբլյացիայով։ Բարորակ բնույթի սիմպտոմատիկ հանգույցները, սառը հանգույցները, որոնք առաջացնում են ախտանիշներ, այսինքն իրենց ծավալների մեծության հաշվին։ Մյուս դեպքերում հիպերակտիվ հանգույցները, տաք հանգույցներ ենք իրենց անվանում, բայց իրանք աբլյացիայով բուժման ցուցում ունեն, երբ փոքր են 3 սանտիմետրից, ինչը սառը հանգույցների պարագայում մի քիչ այլ է։ Նշեցի կիստոզ հանգույցները, որոնք կարող են սպունգանման կամ մաքուր կիստաներ, հարվահանաձև գեղձի ադենոմաները, ֆոլիկուլյար նեոպլազիան շատ հարաբերական ցուցում ունի և կարիք ունի յուրաքանչյուր դեպք մուլտիդիսցիպլինար բորդի մանրակրկիտ քննարկում, պապիլյար միկրոկարցինոմաները, 1 սանտիմետրից փոքր պապիլյար կարցինոմաները ևս ցածր ռիսկային հանգույցները ցուցում ունեն բուժման և որոշ դեպքերում, երբ վիրահատությունից հետո կա ախտադարձ հիվանդության կամ լիմֆատիկ հանգույցների տեսքով, սոլիտար լիմֆատիկ հանգույցների կամ մյուս բլթում փոքր պապիլյար կարցինոմայի տեսքով ևս կարող է ցուցում դրվել աբլյացիայով բուժման։ Այսպիսի կլինիկական դեպքով ներկայացնեմ բարորակ մեծ սառը հանգույցի բուժման
ընթացքը, ինչպես է այն իրականացվում։ Սա հանգույցի ուլտրաձայնային հետազոտության պատկերն է, որից հետո իրականացնում ենք տեղային անզգացում, տեսնում եք ուլտրաձայնի հսկողությամբ, ես այս pointer-ը ոնց է բանում, վերևին է ամենը։ Ուլտրաձայնի հսկողությամբ պատկեր ուղղորդմամբ իրականանում է ներողություն։ Շատ առաջ գնացինք։ Իրականացնում ենք տեղային անզգացումը, հանգույցի շրջակա հյուսվածքներում ներարկելով լիդոկային 1%-անոց, ահա տեսնում եք ասեղը ներմուծում ենք հանգույցի հարակից զոնաները, հաջորդ էտապը դա հիդրոդիսեկցիան է, երբ իրականացնում ենք վտանգավոր հատվածներից հեղուկով կրիստալոիդ կամ կոլոիդ լուծույթներով հեռացնում ենք թափառող նյարդից հանգույցը լատերալ հատվածում, հետո իրականացնում ենք ռեկուրենս նյարդից հեռացում, ինչը մեզ հնարավորություն է ստեղծում, որպեսզի ջերմային ազդակի ներգործության ժամանակ չվնասենք այս նյարդերը։ Հետո բուն աբլյացիայի պրոցեսն է, երբ ներմուծում ենք ասեղային էլեկտրոդը, դա կլինի ռադիոհաճախական աբլյացիա, թե միկրոալիքային աբլյացիա էլեկտրոդ դեպի հյուսվածք։ Ներողություն, լավ, ես առանց այս pointer-ի կանեմ։ Եվ մաս առ մաս իրականացվում է հանգույցի ջերմային դեստրուկցիան։ Հա տեսնում եք, մենք ուլտրաձայնի հսկողությամբ տեսնում ենք, թե ինչպես է հիպերեխոգեն պղպջակներ առաջանում հանգույցի ներսում, ինչը ցույց է տալիս, որ հենց այս հատվածը ենթարկվել է արդեն աբլյացիա եւ պետք է տեղաշարժվել այլ հատված։ Այսինքն ուլտրաձայնի հետազոտությամբ ամբողջությամբ հանգույցը մաս առ մաս մեծ հանգույցը ենթարկվում է աբլյացիա։ Վերջում մենք նայում ենք ուլտրաձայնով, եթե ունենք ամբողջական այսպիսի հիպերեխոգեն պակրիցիա, ապա դա նշանակում է, որ հանգույցը ամբողջությամբ ենթարկվել է աբլյացիայի։ Ինչ է դա մեզ տալի, օրինակ այս դեպքը կլինիկական, տվյալ աղջիկը ուներ վահանաձև գեղձի վահանաձև գեղձի բավական խոշոր հանգույց, որը առաջացնում էր եւ կոսմետիկ խնդիր եւ առաջացնում էր կոկորդում օտար մարմնի զգացողություն, խեղդոցի զգացումով, ահա հանգույց աբլյացիայից առաջ դա ծավալը կազմում էր 11.6 մլ, ահա հանգույցը 11 ամիս հետո տեսնում ենք, որ կոսմետիկ դեֆեկտը լրիվ վերացել է եւ հանգույցի կրճատման գործակիցը կազմել է 76%, ունենք 2.3 մլ-անոց բավականին կիստոզ տրանսֆորմացված հանգույց։ Հաջորդը դա պապիլյար միկրոկարցինոմայի մեկ դեպք ցույց տամ, հա տեսնում ենք աբլյացիայի դեպք, տեսնում ենք վահանաձև գեղձում տեղակայված փոքրիկ 1 սմ-անոց պապիլյար միկրոկարցինոման, սա էլեկտրոդի տեղակայումն է ուլտրաձայնային հսկողության տակ հանգույցի կենտրոնում, որից հետո իրականացնում ենք աբլյացիան, իհարկե միկրոկարցինոմայի ժամանակ պետք չի անդադ տեղափոխվել այս կողմ այն կողմ, որտեղ հանգույցը փոքր է եւ մի պոզիցիան կամ մաքսիմում 2 հնարավորություն է ստեղծում հանգույցը ենթարկել աբլյացիայի։ Սա 3 ամիս անց ուլտրաձայնային հսկողությամբ տեսնում ենք սպիական հյուսվածք միկրոկարցինոմայի տեղը, սա 11 ամիս անց տեսնում ենք նույն սպիական հյուսվածքը, սա 2 տարի անց։ Հաջորդը կիստաների, վահանաձև գեղձի կիստաների բուժումը, ինչպես ասեցի, իրականացում է էթանոլով, սա ոսկե ստանդարտ է, տեսնում ենք կիստան ուլտրաձայնային հետազոտությամբ, ինչ էտապներ է անցնում, տեղային անզգայացման տակ իրականացնում ենք կիստայի պունկցիա, իրականացնում ենք ասպիրացիա, դատարկում ենք հեղուկը կիստայից, ամբողջությամբ, որից հետո ներարկում ենք էթանոլը, դա 96%-անոց սպիրտն է մաքուր, պահում ենք այնտեղ մոտավորապես 10 րոպե, որից հետո իրականացնում ենք ռեասպիրացիա։ Էթանոլը թույլ է տալիս, որպեսզի սկլերոզի ենթարկվի կիստայի ներսի պատերը, որից հետո դենատուրացիայի եւ կիստայի պատերի քիմիական աբլյացիա արդյունքում չի արտադրվում այլևս հեղուկ։
Միայն ներքին ընդունման չէ, այլ նաև կարելի է օղին օգտագործել ուրիշ ձևով եւ սպիրտ լեչիտ, անիկա լեչիտ։ Ահա էթանոլային աբլյացիայից հետո տեսնում ենք այս կոսմետիկ դեֆեկտը այս տիկնոջ պարանոցի առաջային մակերեսին եւ էթանոլային աբլյացիայից հետո էֆեկտը լինում է անմիջապես, քանի որ կիստան դատարկվում է եւ այլևս չկա ոչ մի կոսմետիկ խնդիր։ Ինչ նշումներ կա Եվրոպական թայրոիդ ասոցիացիայի գայդլայններում, մինիմալ ինվազիվ բուժումները ավելի անվտանգ են վիրահատությունից, բայց կարող են առաջացնել որոշակի խնդիրներ, ցավ հետմիջամտական շրջանում կուտակում, որոնք գեմատոմայի մասին է կուտակում, որոնք 10%-ից պակաս են հիմնականում լինում եւ անցողիկ են։ Ապացույցները դեռևս սահմանափակ են չարորակ հանգույցների համար, ուստի նվազագույն ինվազիվ բուժումները չեն փոխարինում ստանդարտ բուժման բոլոր դեպքերը եւ ինչպես նշեցինք միկրոկարցինոմաների դեպքում կարելի է միայն ցուցում դնել քննարկման մուլտիդիսցիպլինար բորդի քննարկման արդյունքում ուղեցույցները նշում են, որ նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաները հասանելի չեն բոլոր կենտրոններում եւ պահանջվում է պատրաստված անձնակազմ, մնացած ամբողջությամբ հնարավոր է ընթերցել եվրոպական վահանաձև գեղձի ժուրնալում։ Մետաանալիզի արդյունքում 2024 թվականին հրապարակված սոլիդ հանգույցների դեպքում ջերմային աբլյացիան 12 ամսվա հսկողությամբ մոտավորապես միջինը 85% կրճատում է հանգույցի ծավալը։ Իհարկե ժամանակին կիրառվում էր սոլիդ հանգույցների ժամանակ նաև էթանոլային աբլյացիան, որի ռեզուլտատները իհարկե շատ ավելի վատ էին, քան ջերմային աբլյացիաների եւ մետաանալիզը ցույց է տվել 60% կրճատում, բայց էթանոլային աբլյացիան ունի առավելություն կիստաների դեպքում եւ ռադիոհաճախական աբլյացիայից եւ միկրոալիքային աբլյացիայից, որի արդյունքում միջինը 95%-ից ավել ունի կրճատում ծավալի։ Արդյունքները կայանում են մինչև 3 տարի եւ բարդությունների մակարդակը բավականին ցածր են 1%-ից պակաս։ Իհարկե նվազագույն ինվազիվ բուժումից հետո անհրաժեշտ է մշտադիտարկում եւ հետեւում պացիենտների, որը իրականացվում է 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս եւ 12 ամիս ամսվա կտրվածքը ուլտրաձայնային հետազոտություն, որտեղ հաշվում է հանգույցի կրճատման գործակիցը, ծավալն է որոշում, համեմատվում է նախորդ ծավալի հետ։ Իհարկե հանգույցի կրճատման զուգընթաց նաեւ անցնում են գանգատները, ախտանիշները, որոնք անհանգստացնում են պացիենտներին։ Կարելի է իրականացնել վահանաձև գեղձի ֆունկցիայի թեստեր, որոնք պարտադիր չեն, բայց կոնկրետ կլինիկական դեպքերում, երբ կան գանգատներ, անհրաժեշտ է իրականացնել, խոսքը սառը հանգույցների մասին է, մասնակի արձագանքի դեպքում հնարավոր է աբլյացիան կրկնել։ Ի համեմատություն վիրահատության, ինչ ունենք անզգայացման տեսակետից վիրահատության ժամանակ միշտ անհրաժեշտ է ընդհանուր անզգայացում, ջերմային աբլյացիայի եւ էթանոլային աբլյացիայի դեպքում տեղային անզգայացումը բավարար է, քիչ դեպքերում լինում է դիպրիվան կամ միդազոլամի ներերակային զուգորդումով, հոսպիտալացումը 2-ից 5 օր ջերմային աբլյացիայի դեպքում եւ էթանոլային աբլյացիայի դեպքում ամբուլատոր կարգով է իրականացվում, վիրահատության դեպքում վերականգնողական փուլը միջինը 1 շաբաթ պլյուս մինուսով, ջերմային աբլյացիայի դեպքում գրեթե չկա վերականգնողական փուլ, նույն էթանոլային աբլյացիայի դեպքում սպի առկա է վիրահատության ժամանակ, ջերմային աբլյացիայի ու էթանոլային աբլյացիայի դեպքում չկա սպի, որովհետև չկա կտրվածք։ Բարդությունների առումով վիրահատական լուծումները մի քիչ ավելի ստատիստիկ բարդությունները ավելի շատ են եւ իհարկե էլի օպերատոր կախյալ, նվազագույն ինվազիվ բուժման պարագայում շատ ավելի քիչ են։ Գեղձի թերֆունկցիայի առումով գրեթե միշտ առկա է լինում հեմիթիրոիդ կամ լրիվ թիրոիդեկտոմիայի ժամանակ թերֆունկցիա գեղձի, ջերմային աբլյացիա եւ էթանոլային աբլյացիայի դեպքում չի լինում, քանի որ ինտակտ գեղձը մնում է ինտակտ, այլ ներգործությունը միայն հանգույցի կամ կիստայի վրա է։ Եվ անընդհատ L-թիրոքսինի անհրաժեշտություն ամբողջ կյանքում ընդունելու կարիք չի լինում նվազագույն ինվազիվ բուժումների ժամանակ։ Սա մեր փորձն է 19-ից մինչև 25 թվականներ ընդհանուր 74 բուժառու, մենք իրականացնում ենք 2 տեսակ աբլյացիաները, ջերմային եւ ռադիոհաճախական եւ միկրոալիքային, իրանք գրեթե իրարից տարբերություն չունեն արդյունավետության առումով։
Սիմպտոմատիկ սառը հանգույցների դեպքում ունենք 30%, 17 ռադիոհաճախական աբլյացիա ենք իրականացրել, 13 միկրոալիքային աբլյացիա, հիպերֆունկցիոնալ տաք հանգույցներից ունենք 2 կլինիկական դեպք իրականացրած, 2-ի դեպքում ունենք էութիրիոզ եւ անհրաժեշտ է որ 3 սանտիմետրից փոքր լինեն այդ հանգույցները, որտեղ եթե նրանք մեծ են 3 սանտիմետրից, ապա հնարավոր չի լինի հասնել բավարար արդյունքի։ Կիստոսպունգանման հանգույցների դեպքում հաճախ 7% ունենք, պետք է լինում էթանոլ եւ հաճախ պետք է լինում կիրառել նաեւ կոմբինացիա ջերմային աբլյացիայի տեսքով։ Կիստաները միայն էթանոլով ենք բուժում, մաքուր կիստաները եւ այսպիսի միջին 80%-ից ավել կրճատման գործակից ունենք, 20% ենք բուժել, ունենք պապիլյար միկրոկարցինոմա 12, 7 ռադիոհաճախական աբլյացիայով բուժված 5 միկրոալիքային, ֆոլիկուլյար նեոպլազիա ունենք 2 դեպքում, որը 2 դեպք ենք իրականացրել, մի դեպքում ռադիոհաճախական, մի դեպքում միկրոալիքային աբլյացիա եւ ունենք բավական լավ կրճատում 85%-ից ավել ծավալի կրճատում նեոպլազիաների։ Հարվանաձև գեղձի ադենոմա 1 դեպք ունենք, այս վերջերս ենք արել եւ պարաթորմոնի կարգավորում ունենք երևի, որտեղ էնդոկրինոլոգի մոտ ենք ուղարկել, ֆիդբեքը հələ չենք իմացել, Լուսինե Համլետովնաներ ինձ թվաց տեղը ալնելու ասի, ինչ եղավ, կարգավորվեց թե չէ։ Ինչ եզրակացություններ, վահանաձև գեղձի հանգույցների նվազի ինվազիվ բուժումը վիրահատության անվտանգ, արդյունավետ եւ հիվանդի համար հարմար այլընտրանք է։ Հիվանդի համապատասխան ընտրությունը եւ օպերատորի փորձը կարեւոր են լավ արդյունքներ ստանալու եւ բարդություններից խուսափելու համար։ Մուլտիդիսցիպլինար թիմի դա ռադիոլոգ, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, պաթոլոգ, ինտերվենցիոն ռադիոլոգ միջև համագործակցությունը շատ կարևոր է, որպեսզի ռիսկի ճիշտ գնահատում տեղի ունենա եւ ճիշտ պացիենտ ընտրվի մինիմալ ինվազիվ բուժման համար։ Վահանաձև գեղձում ամեն ինչ չէ, որ կարելի է բուժել ինվազիվ եղանակով, բայց կան խնդիրներ, որոնք հենց պետք է բուժել այդպես։ Շնորհակալություն ուշադրության համար։